Ինչ հմտություններ է պետք զարգացնել երեխայի մեջ, որ նա կյանքում ավելի հեշտ հաջողի։ Առաջին ու ամենակարևորը նա պետք է խելացի լինի։ Այսօր ինչ է նշանակում լինել խելացի մարդ։ Նշանակում է գիտակցել սեփական կարողությունների սահմանափակումները եւ անընդհատ ցանկանալ դրանք ընդլայնել եւ զարգացնել։ Դրա հետ մեկտեղ գիտակցել սեփական կարողությունների սահմանները եւ դրանք առավելագույն կիրառել կյանքում, սիրել մարդկանց, լսել իրենց, ուշադիր լինել իրենց նկատմամբ։ Ծայրահեղ կարևոր է այնպես անել, որ ձեր ուշադրությունը հետևի ձեր արժեհամակարգին։ Դուք ուշադրություն եք դարձնում նրան, ինչ ձեզ համար կարևոր է։ Դրա միջոցով դուք դառնում եք շատ ավելի արդյունավետ Եվ դժվար կառավարելի։ Անկառավարել։ Եթե նաև այդ ուշադրությունը ընդլայնենք դեպի ներքին ուշադրություն քո նկատմամբ, նաև դա նշանակում է, որ դու կարողանում ես սեփական հույզերը կառավարել եւ դառնում ես անկախ եւ ազատ։ Նշանակում է ոչ ոք երբեք չի կարողանա ձեզ ստրկացնել։ Դա ամեն ինչի գաղտնիքն է։ Եթե դու ուշադիր ես մարդկանց նկատմամբ, դու միշտ կարողանաս մարդկանց հետ լեզու գտնել, միշտ կարողանաս իրենց համոզել, իրենց կողմից սիրված կլինես, իրենց հետ կարողանաս ճանապարհ անցնել, աշխատել եւ այլն։ Մի բան է պահանջվում՝ կարևորել այլ մարդկանց եւ այն ինչ իրենք ասում են եւ լսել միջև վերջ եւ ուշադիր լինել իրենց նկատմամբ։ Օրինակ ես հիմա որ ձեզ հետ խոսում եմ, այլ բան դուք չեք նկատում այս բանը, չէ՞, սենյակում։ Եվ մենք ուշադիր ենք մեկս մյուսի նկատմամբ։ Նույն գործոնը աշխատում է բոլոր հանգամանքներում։ Մարդուն լսում եք, պետք է հեռախոսը մի կողմ դրած լինի եւ մարդը պետք է զգա, որ դուք ամբողջապես կանանված եք իրենով։ Եվ կարեւոր է ոչ թե այն ինչ որ դուք ասում եք, այլ ինչ որ նա է ասում ձեզ։ Չեք պատկերացնում, որքան է դա մարդկանց դուր գալիս։ Որտեւ իրենք սովորել են, բոլոր անուշադիր են, բոլոր անդադ շեղվում են, բոլորի համար կան ինչ որ TikTok-ներ, Facebook-ներ, WhatsApp-ներ, ընտանիքում են նույնը։ Ընտանիքով գնում են ռեստորան, երեկոն իրայդ անցկացնելու, երեխեքը խաղերով, հեռախոսների մեջ, ամուսինը Messenger-ի մեջ, ինքն էլ մատույց Facebook-ի մեջ։ Մեկ էլ իրենք տեսնում են մեկին, որ իրենց օտար մարդ է։ Ուշադիր իրենց լսելիս եւ ապշում են դրանից։ Հիանում են, սկսում են ոգևորվել։